Մայրաքաղաքում եւ մարզերում բարեկային ծառայության իրականացրած միջոցառումների արդյունքում արձանագրվել է ճանապարհային երթևեկության կանոնների 20514 խախտում։ Պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 395 տրանսպորտային միջոց, հայտնաբերվել է 415 ոչ սթափ վարորդ, 591 անձ առանց վարորդական իրավունքի վկայականի։ Ընդհանուր առմամբ տարբեր խախտումներով եւ կասկածանքով համայնքային ոստիկանության բաժիներ է տարվել 151 քաղաքացի։ Հանրապետությունում բացահայտվել է 811 հանցագործություն, այդ թվում առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու 262, թմրանյութի հայտնաբերման 82, մարմնական վնասվածք պատճառելու 45, ֆիզիկական ներգործության 43, անձնական ունեցվածքի գողության 38, հոգեկան ներգործության 34, խարդախության 33, նաև մի շարք այլ հանցագործություններ։ Նախկինում կատարված 43 հանցագործություն եւս բացահայտվել է։ Հայտնաբերվել է 36 հետախուզվող, 7 անհետ կորած, արձանագրվել է զենք զինամթերք, կամավոր հանձնելու 15 դեպք, 7 օրում գրանցված 95 ավտովթարի հետևանքով էլ 1 մարդ զոհվել է, վնասվածք է ստացել 135-ը։ ՆԳՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում շաբաթվա ընթացքում գրանցվել է 564 դեպք, 155-ը արտակարգ։ Մասնավորապես հրդեհի 77, հրդեհի ծագման սպառնալիքի 29, ճանապարհատրանսպորտային պատահարի 55, կենցաղային կանչի 151 եւ այլ դեպքեր։ Եղանակային պայմաններով եւ այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 61 դեպք։ Փրկարարները օգնություն են ցուցաբերել 136 քաղաքացու։ Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 5 մարդ։ Ներքին գործերի նախարարության ստորաբաժանումները շարունակում են իրականացնել շուրջօրյա վերահսկողություն եւ կանխարգելիչ միջոցառումներ քաղաքացիների անվտանգությունը ապահովելու եւ հասարակական կարգը պահպանելու նպատակով։ Քրեական ոստիկանների բացահայտման արդյունքում հայտնաբերվեց 5 կիլոգրամ մարիխուանա, 2 անձ կալանավորվել է։ Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին հերթական օպերատիվ տեղեկությունը, որ Մաքսանենկ ճանապարհով Հայաստան է ներկրվելու առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց։ Տեղեկությունն իրացնելիս քրեական ոստիկանները համագործակցեցին քննչական կոմիտեի, տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության ու Կոտայքի մարզի պարեկների հետ։ Մայիսի 26-ին ժամը 20:50-ին Երևան աշտարակ ճանապարհին իրավապահները հայտնաբերեցին 44-ամյա տղամարդկանց, ձերբակալեցին եւ Toyota Corolla մակնիշի ավտոմեքենայով հանդերձ տեղափոխեցին համայնքային ոստիկանության Դավթաշենի բաժին։ Տղամարդկանցից մեկի խոզարկությամբ հայտնաբերվեց մոտ 5 կիլոգրամ մարիխուանայով լցված պոլիէթիլենային տոպրակ, իսկ մյուսի մոտ նույն զանգվածով լցված փաթեթ։ Մայիսի 27-ին նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում երկուսի նկատմամբ էլ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Նրանք կալանավորվել ու տեղափոխվել են քրեակատարողական հիմնարկ։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ Դավթաշենի համայնքային ոստիկանները ավտոմեքենաներից կատարված գողության դեպքեր են բացահայտել։ Մայիսի 11-ին համայնքային ոստիկանության Դավթաշենի բաժնում ստացվել էին ավտոմեքենաներից կատարված 11 գողության վերաբերյալ հաղորդումներ, ընդ որում բոլոր դեպքերում էլ տարել էին կողային հայլիների ապակիներ ու թողել տելեգրամյան նույն հասցեի հղումով թերթիկներ։ Աչափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Օպերատիվ հետախուզական միջոցառումների եւ քննչական գործողությունների արդյունքում իրավապահները պարզել են, որ ավտոմեքենաներից գողությունները կատարել են Երևանի բնակիչներ 23-ամյա 2 երիտասարդ եւ 17 մի պատանի։ Մայիսի 22-ին նրանցից երկուսը հայտնաբերվել եւ ներկայացվել են դատարան։ 23-ամյա երիտասարդի նկատմամբ խափանմամիջոց է ընտրվել տնային կալանք, իսկ 17-ամյա պատանու նկատմամբ կիրառվել է դաստիարակչական հսկողություն ու բացակայելու արգելք։ Ձեռնարկվում են միջոցառումներ 23-ամյա մյուս երիտասարդին եւ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։ Նախաքննությունը շարունակվում է։ Քրեական ոստիկանները բացահայտել են Մաքսանենկ ճանապարհով ներկրած թմրամիջոց ապուրինի ձեռք բերելու եւ պահելու դեպք։ 1 կիլոգրամից ավելի մարիխուանա է հայտնաբերվել։ Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունն իրացվեց քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության եւ ոստիկանության բարեկային ծառայության աշխատակիցների հետ։ Ըստ տեղեկության իրացնելու նպատակով Մաքսանենկ ճանապարհով առանձնապես խոշոր չափերի տարբեր տեսակի թմրամիջոցներ պետք է տեղափոխվեին Հայաստան։ Երևան քաղաքի Օվսեպեմինի փողոցում Մաքսանենկ ճանապարհով ներկրված թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու, պահելու եւ իրացնելու կասկածանքով ձերբակալվեց եւ իր վարած Opel Astra մակնիշի մեքենայով հանդերձ համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին տեղափոխվեց Գյումրու բնակիչ 54-ամյա մի տղամարդ։ Քրեական վարույթի շրջանակում դատարանի որոշմամբ կատարված խոզարկությամբ ավտոմեքենայում հայտնաբերվեց մոտ 1 կիլոգրամ 100 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոց։ Գյումրեցին կալանավորվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ, կատարվում է քննություն։ Արմավիրի քրեական ոստիկանները հավաքին մասնակցելու համար նյութապես շահագրգռելու դեպք են բացահայտել։
Մայիսի 22-ին քրեական ոստիկանության Արմավիտի մարզային վարչության ծառայողները ստացել են օպերատիվ տեղեկություն, որ կուսակցություններից մեկի ներկայացուցիչ Ծաղկալանջ գյուղի բնակիչ 37-ամյա մի տղամարդու հովանավորչությամբ Գեղակերտ գյուղի բնակիչ 36-ամյա տղամարդը նյութապես շահագրգռել է համագյուղացիներին, մասնակցել է ապրիլին մայրաքաղաքում կազմակերպված հավաքին։ Պարզվել է, որ 36-ամյա Գեղակերտին 5 համագյուղացու տվել է 15,000 դրամ։ Նույն օրը 6-ն էլ հրավիրվել են մարզային վարչություն, որտեղ իրավապահների բացատրական աշխատանքի արդյունքում հաստատել են օպերատիվ տեղեկության իսկությունը։ Հետագա գործողություններով քրեական ոստիկանները պարզել են, որ 36-ամյա Գեղակերտին նույն անձի հովանավորչությամբ եւ նույն նպատակով շահագրգռել է նաեւ այլ համագյուղացիների։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում մայիսի 23-ին կատարվել են խուզարկություններ։ Գեղակերտի 32-ամյա բնակչի տանը հայտնաբերվել է առանց փաստաթղթերի որսորդական հրացան, իսկ 34-ամյա մի Գեղակերտցու տանը կանեփանման զանգված։ Ծաղկալանջի բնակիչ 37-ամյա եւ Գեղակերտի բնակիչ 36-ամյա տղամարդիկ ձերբակալվել եւ ներկայացվել են Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան կալանավորման միջնորդությամբ։ Նախաքննությունը շարունակվում է։